Ես նույնիսկ Գյումրիում, որ պարտավոր եմ իմ պարտավորությունների եւ պարտականությունների մեջ եմ մնում, կապի մեջ լինել մնայուն կերպով ռուս հյուպատոսարանի եւ ռուսական ռազմաբազայի հետ, չէ՞։ Եվ նաեւ, ասենք, սահմանապահ ծառայության հետ։ 3 ռուսական ներկայություններ կան՝ հյուպատոսարան, ռազմաբազա եւ սահմանապահ ծառայություն։ Ես Պերմյակովի դեպքից հետո ոչ մեկի հետ շփման մեջ չեմ։ Ինչու՞։ Որովհետեւ ես գտա եւ ասեցի եւ հայտարարեցի այն ժամանակ, որ Պերմյակովի գործընթացը բարեկամ երկրի վերաբերմունք չէր։ Նախ մեր հիմարություններ զինվորին հանձնել, երկրորդ բարեկամ երկրի մոտեցում չէր, թե մենք մեր զինվորին չենք հանձնում երրորդ պետության։ Հասկանում եք։ Դրա համար ոչ ես հագարուսկեցված չունեմ, չեմ էլ ունեցել, չեմ էլ ունենալու։ Հասկանում եք։ Ցավոք մեր բոլոր նախորդի իշխանությունները տեղ չեն թողել այլանդրանքի։ Որ մենք այլանդրանքի մասին մտածենք։ Տեղ չեն թողել այլանդրանքի։ Մենք այլանդրանք չունենք։ Մենք դատապարտված ենք։ Մեծ իշխանությունների խնդիրները մեր աշխարհագրության կներեք։ Ձերքերով, ոտքերով, չէ, աշխարհագրությունը երկրորդ արգան է։ Ռուսները այստեղ չէին 2000 տարի, այստեղ չէին։ Մենք ապրում էինք։ Բայց այդ մոտեցումը, որ մենք ունեցանք ռուսի նկատմամբ իբրև փրկիչ, եւ դավանեցինք իրեն իբրև փրկիչ, ի սկզբանե սխալ էր։ Այսինքն Խաչատուր Աբովյանի Օրհնվիեն սխատը բանը։ Եվ գուցեև որ Խաչատուր Աբովյանը այո, ճիշտ էր, Օրհնվիեն սխատը երբ ռուսի ոտը մտավ։ Բայց դավանել ռուսին իբրև փրկիչ բացարձակապես անհետեթություն է։ Հայ ժողովուրդը ավելի շատ զոհ է տվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի եւ Բելարուսիայի տապաստաններում, քան ռուս զինվորը այս սարերում։ Դա բարձ թվաբանություն է։ 300,000 ռուս չի զոհվել Հայաստանում, չէ՞ հաստատ երկրորդ համաշխարհայինին, առաջին համաշխարհայինին։ Բա մյուս ռուս-թուրքական պատերազմների, ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ ինչքան զոհ ենք տվել։ Ուրեմն երբեք ռուսը չի եղել փրկիչ։ Ինչ եք մենք դավանել իրեն փրկիչ։ Ինքը եղել է չարյաց փոքրագույնը, եւ դա կարող է լինել չարյաց փոքրագույնը։ Բայց փրկիչ էր թե գործընկեր էր ռազմավարական դաշնակից գործընկեր։ Իսկ կարող է այդ երկիր անծայրացիր երկիրը գործընկեր լինել ինչ-որ մի, ինչպես ասում է, ծայրագավառի հետ։ Լավ, իսկ այդ դեպքում ում հետ կարող ենք գործընկեր լինել։ Մենք այլանդրանք այլանդրանք չուներ։ Նախ ես այլ բանել եմ ասել։ Ղարաբաղի հարց, Արցախի հարց։ Արցախի հարցի մենք ի սկզբանե թույլ չտայինք, որ որևէ մեկ այլ երկիր քիթը խոթեր։ Ամենասկզբից մեր մոտեցումը պետք է լիներ հետևյալը եւ Ռուսաստանի Գորբաչովի օրերից սկսած եւ այդ գիծը պետք է շարունակվեր անխափան։ Ես դա պատերազմի օրերին եմ ասել։ Արցախի հարցը, Արցախի թնջուկը ստեղծվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանն է, որ Նախիջևանը եւ Արցախը միացրել է Ադրբեջանին։ Հետևաբար Արցախի հարցի իբրև հարց ստեղծել է Ռուսաստանը։ Բարեկամ երկիր է, թշնամի երկիր այլ հարց։ Ստեղծել է Ռուսաստանը։ Մենք չպետք է թույլ տայինք որևէ մեկ այլ երկիր։ Եթե մի այլ երկիր հնարավորինս տեսականորեն պետք է լիներ Իրանը, իբրև այդ տարածաշրջանի 200 տարի առաջվա տեր։ Չէ՞։ Ուրիշ ոչ մի երկիր չպետք է քիթը խոթեր, ոչ բարեկամ Ֆրանսիա, ոչ թշնամի Անգլիա, ոչ մեկը քիթը չպիտի խոթեր Ղարաբաղի Արցախի հարցի մեջ։ Եվ մեր գիծը պետք է լիներ Ռուսաստան։ Դու ստեղծել ես, դու էլ լուծելու ես։ Ի վերջո մեր թափառումների արդյունքում դարձյալ Ռուսաստանը լուծեց, բայց լուծեց հօգուտ Ադրբեջանի։ Չէ՞։ Ուրեմն էս պարզ, տրիվիալ ճշմարտությունները հասկանալը մի թե այդքան բարդ է։ Հետևաբար ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը, որ պետք է Ինչպես է որ հայ եկեղեցին կարողացավ այդ ժողովրդին պահել, պահպանել այդ տարածաշրջաններում մինչև 1828 թվական։ Դրանից հետո պահել, պահպանել պետականության չգոյության պայմաններում։ Գանձասարը երբեք թուրքի ոտ չի մտել։ Կարող է կողքովանցել է թուրքը, մոնղոլը, չգիտեմ ինչ, Լեգթեմուրը։ Բայց Գանձասարը թուրքի ոտ չի մտել։ Հասկանում ես, այսօր Գանձասարը հանձնել է։ Մենք ենք հանձնել։ Եթե մեր պատմագիտությունը պիտի դարձյալ շարունակի զարգանալ այն թեզով, որ գիտեք ինչ, Ռուսաստանը դավաճանեց, Ռուսաստանը տվեց, մենք մեղավոր չէինք եւ այլն, թուրքերը եւ այլն բան։ Եթե պիտի եւս մի 100 տարի այդ հիմարություններով զբաղվենք, շարունակենք զբաղվել։ Բայց հիմա դուք էլ եք ասում, որ Ռուսաստանն է մեղավոր։ Այո, Ռուսաստանը մեղավոր չէ, ասում ես։ Ես ասում եմ, ի վերջո, Ռուսաստանը մեր թափառումների արդյունքում պատժեց։ Մենք պետք է եթե այդ թափառումներ ունենայինք, պետք է մտածեինք կանխարգելել այդ
հնարավոր պատիժը։ Մենք երբեք Ռուսաստանի տարբեր դարաշրջաններում ապտակները մեզ չեն կարողացել կանխել։ Չենք էլ փորձել կանխել։ Այսինքն պլան B չենք ունեցել։ Բա որ Ռուսաստանը, ինչպես 44-օրյա պատերազմ, 44-օրյա պատերազմին մեր երկիրը պատրաստ չէր։ Ինչու՞, որովհետև Ռուսաստանը չի թողնի։ Ուր էր պլան B, բայց եթե թողնի։ Չկար պլան B։ Ես 100% համոզված եմ, որ չկար պլան B։ Ժողովուրդը կարող էր մտածել Ռուսաստան քննարկել Ռուսաստանը կթողնի չի Հիմա 5 տարի բանը Ռուսաստանը մտավ եւ խաղաղապահ զորքեր է։ Պահում է Արցախը։ Բա որ չպահի։ Պլան B։ Ուր է պլան B։ Պարզվեց պլան B չկա։ Դա ժողովրդի խնդիրը չի, դա իշխանության խնդիրը։ Ժողովրդի մասն է։ Ժողովրդի խնդիրը, դա եմ ասում, այսինքն կարող են մեկնաբանել, որ վերլուծել, ասել, սկարծիքներ արտահայտել, իշխանությունը պիտի անի։ Իշխանությունը իհարկե իշխանությունը, բա ով։ Իշխանությունը իր ուժային կառույցներով, իհարկե, ես ժողովրդի մասն եմ խոսում, չէ, բացարձակապես։ Բայց ժողովուրդը մեղք ունի ընդրությունից ընդրություն։ Գնալիք,